Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում ուկրաինացի բանակցողները ընդունել են ԱՄՆ պատվիրակության առաջարկը 30 օրով դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Մենք առաջարկ ենք արել, որն ընդունվել է ուկրաինացիների կողմից, այն է հաստատել հրադադար եւ անհապաղ բանակցություններ սկսել, վերջ դնելու այս հակամարտությանը երկարաժամկետ եւ կայուն հիմքերով, հաշվի առնելով նրանց շահերը, անվտանգությունը եւ բարգավաճելու ներուժը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ողջունել է Ուկրաինայի առաջին քայլերը դեպի խաղաղություն, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը։ Նախագահը որոշել է չեղարկել Ուկրաինային տրամադրվող օգնության եւ անվտանգության ապահովման դադարեցումը, որը ուժի մեջ կմտնի անմիջապես։ Հրադադարի առաջարկն ընդունելուց հետո ուկրաինական պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության հարցում։ Միջազգային հանրությունը եւս մեկ անգամ պետք է գիտակցի, որ Ուկրաինան չի սկսել այս պատերազմը, բայց Ուկրաինան պատրաստ է արդար եւ կայուն խաղաղության։ Երեքշաբթի ավելի վաղ Ուկրաինան անօթաչուների միջոցով զանգվածային հարձակում է իրականացրել Ռուսաստանի մի քանի շրջանների վրա։ Մոսկվան հայտարարել է, որ հարձակումը կարող է խոչընդոտել խաղաղ բանակցությունները։ Բանակցություններ դեռևս չկան, ուստի խափանելու ոչինչ չկա, սակայն ձևավորվող միտումը կարող է էապես վնասվել։ Չնայած լարվածությանը, ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր նախաձեռնությունը եւ Ռուսաստանին կներկայացնի հրադադարի իր առաջարկը, հուսալով, որ այն կհանգեցնի կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։